Տիկին Վարդապետյան, մի քիչ շատ են հարցերը։ Առաջինը սկսեմ Տիկին Ղազարյանի եւ պարոն Վարդանյանի հարցադրումների եւ արձագանքներից արդարացման ակտերի մասով կարող եք նշել գեթ մեկ դեպք, երբ արդարացումը չի վիճարկել դատախազությունը օրինակ, հա։ Եվ ինչու է այդ վարկագիծը որդեգրվել ամեն դեպքում արդարացման դատական ակտը պետք է մինչև վերջ բողոքարկվի, ինչն է շարժառիթը այս վարկագծի որդեգրման։ Պարոն Վարդանյանի արձագանքի մասով լատենտային հանցագործություններ, բայց տեսեք, հենց սկսեմ առաջին հարցը տեից։ Ակնհայտ է, որ եւ հաշվետվության մեջ զեկույցի մեջ է դա ամրագրված առանձնապես ծանր հանցագործությունների մարդու դեմ ուղղված հանցագործություններ, սպանություններ, առողջության ծանր վնաս պատճառել, մարդկանց թրաֆիքինգ, թմրամիջոցների մաքսանենգություն եւ այլն։ Այս ուղղությամբ աճ է արձանագրված, շատ մտահոգիչ աճ։ Այսպես օրինակ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով։ Թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները կրկնակից ավելի դեպքերով։ Ես չեմ կարծում, որ մաքսանենգության հանցագործությունները այս դեպքում թմրամիջոցների մասով պետք է դասել ըստ էության դասական լատենտայինի շարքում։ Եվ դատելով այս թմրամիջոցների տեսակներից, որը վտանգավորության չափազանց մեծ աշխարհ ունեն, շատ ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնում։ Մյուս հարցը վերաբերում է ուրեմն 24 թվականի ընթացքում դատախազների կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 431 քրեական վարույթ, նախորդ տարվա 332-ի դիմաց, այսինքն լրացուցիչ քննության վերադարձված քրեական վարույթների թիվը աճել է շուրջ 30, մոտ 30%-ով։ Մի կողմից սա կարող է դրական համարվել, որ պատշաճ ուշադրություն է դարձվել, բայց մյուս կողմից հանրային միջոցների անհարկի վատնում է համարվում ըստ էության։ Այսինքն պատշաճ քննություն չի իրականացվել, պատշաճ գործողություններ չեն իրականացվել, այդ մարդիկ ստացել են հանրային միջոցներ եւ հետո հետ է գնահատվել իրենց աշխատանքը անպիտան, ամենայն դեպս առնվազն են մակարդակով, որ հետագա ընթացք չտրվել։ Ինչով է բացատրում սա եւ ինչ քայլեր է ձեռնարկվում, որ այս ուղղությամբ շատ ավելի արդյունավետ ծախսվեն միջոցները։ Քննչական կոմիտեի կողմից հաղորդման մեջ նշված է, որ 24 թվականի ընթացքում 220 վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ դարձել է նախաքննության։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման համաձայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 6 եզրակացությունը։ Հիմա եթե գումարում ենք սա եւ հարաբերում ենք վերևում նշված 431-ի հետ, ակնհայտ անհամապատասխանություն կա։ Ինչով է բացատրվում այս անհամապատասխանությունը։ Մյուսը չնայած քրեական դատավարության նոր օրենսգրքով այլ տրանկային նոր խափանման միջոցների ներդրումն է, բայց շարունակում է եւ գնալով աճում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առատավոր պրակտիկան, առնվազն միջնորդության մակարդակով։ 24 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 23 թվականի համեմատ աճել է 242-ով կամ 12%-ով։ Ինչով է բացատրվում սա եւ հաշվի առնելով, որ ի վերջո բացառիկ լիազորությունը դատախազությանն է միջդատական վարույթում կիրառված կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու հարցը, կարող եք նշել մի քանի դեպքեր, առնվազն գոնե մի 5 կամ 6 դեպք, երբ որ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը եւ հատկապես խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ անձը հայտնի է որպես անձը կալանավորված եւ հայտնի որպես հակաիշխանական հայացքներով անձ։ Արդյոք կիրառվել է անձանց նկատմամբ խափանման միջոցը վերանայելու դատախազության բացառիկ լիազորությունը։ 2024 թվականի վերջին անավարտ է մնացել 158236 քրեական վարույթ։
23 թվականի վերջին 140,523, ինչը շուրջ 17,700-ով կամ մոտ 13%-ով գերազանցում է 23 թվականի ցուցանիշը, ինչով է բացատրվում սա, ոչ պրոֆեսիոնալիզմ է, թե ինչ-որ այլ խնդիրներ կան։ Անավարտ մնացած 158,236 քրեական վարույթներից 135,553-ով կատարվել են վարութային եւ ապացուցողական գործողություններ, սակայն իհաց չեն եկել քրեական հետապնդման ենթակա անձը, այսինքն չբացված գործեր ըստ էության։ Սա այդ նույն հարցի շրջանակներում է։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից ինքնավնասման կամ ինքնախեղման դեպքերի շուրջ 33% աճ արձանագրվել։ Անհրաժեշտ ու բավարար միջոցներ չեն ձեռնարկվում, արդյոք նշված դեպքերը չեզոքացնելու ուղղությամբ, որի պայմաններում աճի տենդենց է առկա եւ ցուցանիշները 24 թվականի ընթացքում արձանագրվել է 626 դեպք 205 անձի կողմից, 223 թվականին 155 անձի կողմից 472 դեպք։ Նկատի առնելով, որ ի վերջո դատախազի բացառիկ լիազորությունն է, ըստ էության սահմանադրական լիազորությունն է պատժի եւ հարկադրանքային միջոցների կիրառման շրջանակներում օրինականության նկատմամբ հսկողությունը, ինչով է բացատրում, որ այս լիազորությունը կամ պատշաճ չի իրականացվում կամ բավարար չի իրականացվում։ Իդեպ դրա շրջանակներում անդրադառնալով նաեւ Տիկին Թովմասյանի կողմից բարձրացված հարցերի կոնտեքստում, տեսեք, դուք ասում եք եզրակացներ չենք ստացել, բայց ես հրապարակում եմ հիշում, որ արդեն կար, հրապարակված էր, թե Արմեն Գևորգյանի, Գրիգորյանի եւ թե նաեւ Սամվել Վարդանյանի վերաբերյալ եզրակացությունները, փորձագիտական եզրակացությունները եւ ի վերջո սրանք այն դեպքերն են, երբ որ ուղիղ խոսում է հենց խոշտանգման փաստերի մասին, հենց իրավասու մարմինների հսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ, որի բացառիկ պատասխանատուն հենց հանդիսանում է այդ իրավասու մարմին, իսկ հսկողը հենց գլխավոր դատախազությունը։ Եվս երկու հարց, ինչպես հա դե քանի որ միակ 14 ուրեմն կհասնեմ լավ։ Մյուս ասեմ էլի գլխավոր դատախազության իրավունքն է ցանկացած անձով անցնում է քրեական վարույթով հարցեր տալ այնքան ինչքան կարելի է։ Ազգային ժողովի падգամավորի իրավունքն է տարեկան 1 անգամ գլխավոր դատախազին տալ այնքան հարց ինչքան հարուժի։ Արեք հարգենք փոխադարձ իրավունքը, բայց համեմատությունը հուսամ վատ կանխատեսման սկիզբ չեք դնում, բայց բոլոր դեպքերում։ Պարզապես քանի որ հանձնաժողովը այն ձևաչափն է, որտեղ ի տարբերություն լիագումար նիստի, որտեղ շատ ավելի կոշտ է կանոնակարգումը եւ այստեղ մի քիչ ավելի շատ հնարավորություն տրվի եւ տրվում է հնարավորություն, դրա համար շարունակում առողջություն։ Մյուս հարցը վերաբերում է ոստիկանության հատուկ ոստիկանության հատուկ նշանակության ստրուկտուրաների կողմից, ծառայողների կողմից բռնությունների դեպքերի քննության մասով։ Այս հարցը հաճախ ենք տալիս ձեզ ու չենք ստանում լիարժեք պատասխան։ Ի վերջո, կա 24 թվականի ընթացքում եղել է որևէ գործ ոստիկանության այս ստորաբաժանման աշխատակիցների կողմից խոշտանգման, օրենքով նախատեսված լիազորությունները անցնելու հիմքով անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ արդյոք կան ոստիկաններ, որոնք որ ներգրավված են որպես մեղադրյալներ այդ գործերով։ Ներառյալ հայտնի Ֆրանսիայի հրապարակի դեպքերը, ազգային ժողովի մոտ տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև այլ դրվագներով կան, թե չկան։ 507
329 հոդվածով նախատեսված քրեական վարույթների թիվը կարող եք ասել հատկապես այն կոնտեքստով, որ քրեական օրինակ վարույթները նախաձեռնվել են արցախցիների եւ Արցախի նկատմամբ պատելության խոսքի քարոզով, բռնության քարոզով։ Եվ վերջինը, արդյոք քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով քրեական վարույթներ նախաձեռնված կան, թե չկան։ Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերկման հոդվածն է սա։ Որմեսում վերջի հարցքան օրենքել ախուսում էլի, իսկ դրվագներ ունենք, որ հերքվել է եւ խմարուց չառուցել, խնդրում եմ ինձ էլ փոխանցեք, ես էլ ձեր հետ միասին կդիմեմ գլխավոր դատախազում, խնդրեմ գլխավոր գլխավոր դատախազ։ Հերթով անդրադառնանք, առաջինը կա արդյոք գետ մի արդարացման ակտ, որ դատախազությունը չի բողոքարկել։ Մեկն էլ չէ, մի քանիսն էլ կան, պարոն Մինասյան, օրինակ նույն կրփազենքի գնահատման հետ կապված, որ նոր քննարկում էինք Տիկին Ղազարյանի հետ, երբ որ պարզ էր արդեն դատարանների դիրքորոշումները, մեզ համար հասկանալի էր երկու ատյանների դիրքորոշումը, մենք ընդամենը մեկ վարույթ ենք բողոքարկել մինչև վճռաբեկ դատարան հասկանալու համար բարձր դատարանի դիրքորոշումը եւ մասսայական բողոքարկումներ չեն կարել այս դեպքերով, որպեսզի նախ ավելորդ չծանրաբեռնենք դատարանները, հետո դիրքորոշումը հասկանալուց հետո արդեն դատավարական ընթացակարգերով կամ վարույթները կկարճեինք կամ նոր հանգամանքով արդեն վարույթ կնախաձեռնեինք։ Նույն տրամաբանությամբ առանց վարորդական իրավունքի վարելու դեպքերի հետ կապված, երբ որ անձը պատշաճ ներկայացնում է հանգամանք, որ ինքը ծանուցված չի եղել վարորդական իրավունքը կասեցված լինելու մասին, էլի անտրամաբանական բողոքարկումը այս դեպքերում էլ արդարացման դատական ակտերը չեն բողոքարկում, ես ուղղակի ասենց հիշեցի այս պահին այն ամենամասսայական արդարացումները, որոնք որ եղել են ու այդ 1.8%-ի մեջ են մտնում, եթե նայեք վճռաբեկ դատարանի պրակտիկան կտեսնեք, որ վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի եւ գլխավոր դատախազի տեղակալների բողոքները վարույթ ընդունելու եւ այդ բողոքների հիման վրա նախադեպային որոշումներ կայացնելու թվի աճ ունի։ Դա պայմանավորված չի նրանով, որ ավելի հակված են մեր մեր բողոքները բավարարելու, դա բացատրություն ունի։ Մենք ամեն ինչ չի, որ բողոքարկում ենք վճռաբեկ դատարան։ Եվ գիտեք, որ այս տրամաբանության մեջ ընտրվում են այն գործերը, որոնք որ արդեն ուղենիշային կարող են լինել։ Դրա համար ձեր նշած տեղեկատվությունը գուցե ճիշտ էր մի 3-4 տարի առաջ կամ 5 տարի առաջ, բայց այսօր եթե մի քիչ ավելի ուշադիր նայեք դատախազության գործունեությանը, կհամոզվեք եւ դատարանների հետ էլ եթե խոսեք, կտեսնեք, որ բարձր դատարաններին մենք չենք ծանրաբեռնում, եթե մեզ համար արդեն ակնհայտ է դիրքորոշումը։ Նույն տրամաբանությամբ, եթե վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնեց, մենք էլի դա հիմք ենք ընդունում նախաքննության փուլում գտնվող վարույթների համար եւ էլի նույնիսկ առաջին ատյանները չենք ծանրաբեռնում այս տեսակ գործերով ու վարույթներով։ Ինչ վերաբերում է լատենտայնությանը եւ աճին, իրականում շարունակելով պարոն Վարդանյանի միտքը, այստեղ երկու տարբեր մոտեցումներ կան ու շատ հաճախ այս բարձաբանման բացակայությունը բերում է նրան, որ պատկերը սարսափելի է, պատկերը վատ է, ամբողջը հանցավոր մեխանիզմներ ու վարքագծեր են, բայց ես կխնդրեմ մեր տարեկան հաղորդման 23-րդ էջը բացել, որտեղ մենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործություններով 2023 ու 24 թվականներն ենք համեմատել, ցույց տալու համար սա ինքնանպատակ չի էս աղյուսակը, նպատակ ունի։ Պարոն Մինասյան։ Գրքերից չէ, բայց հրապարակված նույն ձև կա։ Բանը էլեկտրոնային տարբերակը կա, բայց դին գլխավոր դատախազ հաշվի առնել, որ մուսամոտ ցանկություն առաջացնի, ստում երկու օրինակ կարանք փոխանցել ֆրակցիաներին։ Սիրով, մեկական օրինակ փոխանցենք, հա, որ այդքան ցային տպագրություն չանենք, կանենք արդեն հաշվեք, որ կա։ Մենք չունենք, ես էլ չունեմ։ Սա իմը չի, իմ օրինակ։ Այս իմն է, նորեմբեր է իմն է։ Եթե դեմ չեք, ես փոխանցեմ ձեզ, հա, վերջում սա շուտ։ Խնդրեմ դիք։ Տեսակ հետո իշխանության անուն եք դնում։ Խնդրեմ դիք գլխավոր։ Այստեղ խնդրում եմ 23 էջի վրա ուշադրություն դարձրեք առգրավված թմրամիջոցների քանակը։ Մաքսանենգության դեպքերի աճը նշանակում է, որ ավելի շատ են հայտնաբերվում թմրամիջոցները սահմաններին։ Եթե մենք նայում ենք
հարուցված վարույթների քանակը, այստեղ թվային նվազում ունենք, որովհետև նախկինում կհիշեք յուրաքանչյուր մանր չափ, զգալի չափ, հա, ոչ չափ չկազմող նույնիսկ քանակություն դառնում էր վարույթ։ Էլի վճռաբեկ դատարանը հստակ սահման գծեց եւ տարանջատեց այն դեպքերը, որոնք հանցագործություններ են եւ այն դեպքերը, որոնք վարչական իրավախախտումներ են, սրանցով այլևս վարույթներ չեն նախաձեռնվում։ Բայց դրա փոխարեն շատ մեծ ուշադրություն է դարձվում մաքսանենգությանը եւ առգրավված թմրամիջոցների քանակներին։ Հիմա որ համադրեք, կտեսնեք, որ բոլոր տեղերում ամենածանր թմրամիջոցներով մենք ունենք առգրավված քանակի աճ։ Սա կանխարգելման տեսանկյունից էլ կարևոր աշխատանք է։ Բնականաբար ռեսուրսները անսահմանափակ չեն եւ հնարավոր չի յուրաքանչյուր մանր չափի հետևից ամբողջ իրավապահ համակարգով վազել, բայց մաքսանենգության պարագայում մենք կարողանում ենք հնարավորինս ապահով պահել երկրի սահմանները ու այստեղ մեծ դերակատարություն ունի նաեւ ազգային անվտանգության ծառայության կողմից մի շարք սահմանակետերում ծառայությունը սկսել է եւ դրանից հետո մենք տեսնում ենք մեծ քանակի բացահայտումներ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրվող թմրամիջոցների, այստեղ մեծ դերակատարում ունի նաև քրեական ոստիկանության որպես ինքնուրույն ստորաբաժանման առանձնացումը, անցյալ տարվա վերջից ստորաբաժանումը սկսեց աշխատել եւ եթե համեմատեք տարվա վերջում ավելի շատ բացահայտված խոշոր խմբականակներ կան թմրամիջոցների, քան ամբողջ տարվա ընթացքում, երբ որ կառուցվածքը դեռևս գտնվում էր ձևավորման փուլում։ Ուստի այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս հանգամանքին, պարոն Մինասյան, սա չի նշանակում, որ ավելացել է, սա նշանակում է տեսանելի է դարձել։ Սա նշանակում է մաքսանենգության հանցակազմը սկսել է ավելի թիրախային կիրառվել, ավելի մեծ ուշադրություն է դարձվում այս մաքսանենգության դեպքերին, իսկ սա կանխարգելման տեսանկյունից ավելի լուրջ ներդրում է ռեսուրսի, քան ինչպես ասացի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից վազելը։ Նույն ընտանեկան բռնության դեպքերը էլի տեսանելի են դարձել, դա է պատճառը, ու մենք ենք շատ ավելի հետևողական, մարդիկ են հետևողական իրենց հաղորդումներին եւ այն խարանային մոտեցումը, որ չի կարելի ընտանիքում բռնության մասին խոսել, կարծես թե նվազում է։ Եվ այստեղ ինչ վերաբերում է ծանր առանձնապես ծանր մարդու դեմ ուղղված հանցագործություններին, բռնությամբ կատարվող հանցագործություններին, ապա այստեղ մենք առանձին ուսումնասիրության կարիք ունենք, որովհետև շատ հաճախ այդ ֆիզիկական բռնությունը, որը դրսևորվում է մարմնական վնասվածքներով, ինքը վերբալ ագրեսիայի հետևանք է, եւ այդ վերբալ ագրեսիայի հետ աշխատանքը միայն իրավապահ մարմնի աշխատանքը չի։